Ողջույն բոլորին, ինչպե՞ս եք։ Հուսամ լավ եք, ես լավ եմ, շնորհակալ եմ։ Այսօր միասին գնում ենք Կադիսի շրջանի գյուղերից մեկը, համարվում է Իսպանիայի գեղեցիկ գյուղերից։ Հիմա եկել եմ ընկերուս վերցնեմ, որ միասին գնանք։ Մինչդեռ մենք կհասնենք, սիրելիներս, ես մի փոքր տեսանյութ եմ պատրաստել ձեզ համար։ Մենք հասանք, սիրելիներս, մեքենան կայանեցինք Ստոլգետնյա վճարովի կայանատեղիում, քանի որ դրսում կայանելը գրեթե անհնարին էր, եւ բավականին սպասեցինք, որ մի քանի մեքենա դուրս գա, որպեսզի մենք կարողանանք կայանենք։ Ինչը ինձ համար անկեղծ ասած շատ զարմանալի էր, քանի որ ես նախապես ճշտել էի ինտերնետով, տեսել էի, որ այս վայրի պիկ սեզոնը հուլիս ամսվանից օգոստոս ամսվա հատվածում է։ Ինչևէ, շարժվենք առաջ։ Հիմա միասին բացահայտելու ենք այս գեղեցիկ գյուղը, սիրելիներս։ Ինչպես տեսնում եք, այս վերևի հատվածում կան շատ բնակելի տներ, բարեր, սրճարաններ, իսկ այս ներքևի մասը կարելի ասել ամենահայտնի մասերից է, քանի որ այս ֆրազեի տակ Bésame en este rincón, որը նշանակում է համբուրիր ինձ այս անկյունում, շատ հերթեր են գոյանում, քանի որ մարդիկ կանգնում են, նկարվում են այդ ժայռի ներքո, և մենք էլ բնականաբար կանգնեցինք, բավականին շատ նկարվեցինք, կտեղադրեմ, դուք էլ կտեսնեք, հիմա քայլելով գնանք առաջ, որպեսզի տեսնենք ինչ կա ներքևի հատվածում։
Ասեմ դες, որ շատ եմ սիրում քայլել, այստեղ քայլելիս կարծես թե ժամանակը կանգ է առնում, այդպիսի զգացողություններ ունեի ու դու պարզապես ապրում ես հենց այդ պահը, առանց ինչ-որ տեղ շտապելու, առանց, չգիտեմ, օրինակ քաղաքի աղմուկի, ինչը պարբերաբար պետք է լինում մարդուն հանգստանալու համար, շատ կուզենայի այս զգացողությունները էկրանի միջոցով փոխանցել ձեզ այս, չգիտեմ, այս վայրի շունչը, հանգստությունը, արևի ջերմությունը, մի խոսքով։ Հիմա այստեղով քայլում ենք ու հանդիպեցինք շատ փիսիկների, ասեմ, որ ես փոքր ժամանակվանից չեմ սիրել նրանց, անկեղծ չեմ իմացել պատճառը, բայց տարիներ հետո պարզեցի, որ ես ալերգիկ եմ նրանցից, ինչևէ, իմ կարծիքով ինչ-որ բան զգում էի փոքր ժամանակվանից։ Ուրեմն հիմա գնալու ենք հուշանվերների խանութ, որտեղ բացի հուշանվերներից վաճառում են պանիրների տեսականի, գինիների, ավանդական թխվածքների, մի խոսքով գնանք եւ տեսնենք, թե այնտեղ ինչ կա։ Տարբեր համերի շոկոլադներ ա։ Սետեների նկարներով, ավանդական թխվածքներ, մեղրի տեսականի, մուրաբաների, մանգոյի մուրաբա, չգիտեմ, պոպոքով մեղր ա, արդեն խմիչքներ են տարատեսակ։ Մագնիսներ, ուզում եք ձեր հետ տանեք հուշանվերներ, այստեղ իրենց պանիրների տեսականներ, իչխարի պանիր, Ուրեմն խանութից դուրս եկանք եւ ես ուղղակի խելագարվեցի, երբ տեսա այս փոքրիկ հրաշքին, ասեմ, որ փիսիկներին չեմ սիրում, բայց շունիկներին շատ եմ սիրում, ուղղակի ինքը, չգիտեմ, մի հատ հրաշք էր, պատահաբար տեսա, այնքան փոքր, այնքան փոփուկ, որ ուզում էի անգամ գովանալ իրեն, այնքան լավն էր, այ, շատ սիրեցի իրեն և ինքն էլ ինձ, ես գալիս էր մոտս, պարզեցին նաև նրա անունը, ասեցին, որ հոնի է, ճիշտ իրեն պես, խոսքով ես մոտ երևի գերժամ իրեն էի սիրում, իրանով էի տարված և շատ դժվար բաժանվեցինք։ Լավ, եկեք չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, եք մի փոքր պատմեմ ձեզ այս գյուղի պատմությունը։ Ուրեմն մենք գտնվում ենք Կադիս մարզի ամենահայտնի գյուղերից մեկում Սետենիլ դե Բոդեգաս, ինչով է այն հայտնի,
Սկսենք հենց անվանումից Ստետենիլ, որը գալիս է լատիներենից, այսինքն Սեպտեմնիլ, որը թարգմանաբար իսպաներեն նշանակում է Nada siete veces, իսկ հայերեն լողա 7 անգամ, ինչու են այդպես անվանել։ Ուրեմն նախկինում այս տարածքը օկուպացված է եղել մուսուլմաններով եւ 7 անգամ կաթոլիկ թագավորների կողմից փորձ է եղել այն նորից գրավել, ինչի համար այդպես են անվանել։ Բոտեգասը դե գինու մառանն է։ Ենթադրում եմ, որ նախկինում այստեղ գինու մառաններ են եղել։ Շուտ է հայտնի սպիտակ տներով իր իսկ ժայռերը հիմնականում օգտագործել են որպես տան պատեր կառուցվելու ընթացքում, ինչը հեշտացրել է ավելի իրենց գործը։ Բավականին ցուրտ է, թեպետ տեսնում եք անուշ արև եղանակ է։ Quanto grado hace Marta? +10 է, բայց էլի ցուրտ է։ Պատկերացրեք։ Մի խոսքով, ու այդպես եկել ենք այստեղ օդափոխվելու, ման գալու, որոշեցի ձեզ էլ ինձ հետ վերցնեմ, որպեսզի ցույց տամ, ինչ գեղեցիկ վայր ենք եկել այսօր։ Շաբաթ օր է, մենք դուրս ենք եկել տանից 12:20 մոտարապես, ճանապարհը տևել է 1 ժամ 40 րոպե։ Շատ հավանեցի, թեպետ մի քիչ ցուրտ է։ Սա գիրջն է, այստեղ վերևի հատվածում արդեն իմ նշված տներն են, ժայռի վրա կառուցված։ Ուտելու տեղերն են։ Además, lo bueno que tiene es que aunque haya amor. Ընթացքում ճաշեցինք և լուսանկարվեցինք։ Հիշեցում սիրելիներս, թե ձեզ դուր են գալիս իմ տեսանյութերը, սեղմեք լայք և բաժանորդագրվեք իմ ալիքին։ Շնորհակալ եմ։ Այդքան էլ պետք է բարձրանանք, որ գնանք մեքենայի ետևից և արդեն վերադառնանք տուն։ Իսկ ես արդեն հեռախոսով եմ նկարում, որովհետև պատահաբար իմ կամերան ասաց, որ քարտի մեջ այլևս տեղ չկա, չգիտեմ ինչ եմ այդքան նկարել, որ չթողեց, հիմա շարունակում հեռախոսով նկարել, հավես էր, օդափոխվեցինք, կարևորը,
Մեզ դա էր հարկավոր, շատ բան չենք ուզում, տեսանք, ճանաչեցինք, մի խոսքով էստեղ էլ ցուցանակն ամ, թվում է թե բարձր չենք, բայց բավականին բարձր ենք, այդտեղ X-ի արձանը, եկեղեցի է, հին, երեխաների խաղահրապարակ կա այս հատվածում, Արդեն վերևից սիրուն տեսարան հիմնականում շատ բան կա դեռ էստեղ տեսնելու, ճիշտ է ինքը փոքր գյուղ է, բայց արդեն ժամը 5-ն է էստեղ և դեռ մենք 1 ժամ 40 րոպե պետք է անցկացնենք ճանապարհին, որպեսզի վերադառնանք տուն Իսկ մինչ այդ մենք եկանք, շատ նկարվեցինք, ինչի վրա շատ ժամանակ ծախսեցինք, այսքանը մեր այսօրվա փոքրիկ ճամփորդությունից, իսկ մենք գնանք մեքենայի մոտ, որ արդեն վերադառնանք դեպի տուն։ Այսօրվա համար այսքանն էի նախատեսել սիրելիներս, հուսամ, որ ձեզ դուր եկավ այսօրվա մինի ճամփորդությունը, կխնդրեմ, որ բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք զանգակ, որպեսզի բաց չթողնեք հետագա հետաքրքիր և անակնկալներով լի տեսանյութերը, բոլորիդ շատ սիրում եմ, կհանդիպենք արդեն հաջորդ բլոգում, Stay tuned!